Գյումրիում դուք համ հաղթեցիք, համ պարտվեցիք, վերջը չհասկացանք, ձեր Սարիկը վերջը հաղթեց, թե պարտվեց, եւ քաղաքապետ կդառնա, թե Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, ինչ պլաններ ունեք այդ մասին։ Ճիշտ է, մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետեւ այն արդյունքները, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է, 17200 քվ ստանալը գյումրեցիներից, այդքան էլ հեշտ բան չի, պիտի գյումրեցին գիտեք կամ շատ սիրելուց սիրում է, չսիրելուց բնականաբար իր դիրքորոշումը շատ հստակ արտահայտում է, եւ ես միանշանակ սիրել է եւ համամասնական ընտրակարգով քաղաքացիները ընտրում են ավականիներ, որը կառավարելու է քաղաքը։ Այսօրվա մեր թիմ օրենսգրքով քաղաքի տերը ավականիներն են, քաղաքը կառավարում է ավականին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է եւ դրանից կարելի է հետեւություններ անել։ Պարոն Աբրաշյան, ես Գյումրիում էլ եք ՀՊ-ն առաջնորդվում, ինչ են լինի, մենք մեզ պարտված չենք համարի սկզբունքով։ Դե մենք մեզ պարտված չենք համարում, ել եմ ասում, 14 մանդատ ամենամեծ խմբակցություն, 2-3 մանդատներով ու իդեպ ոչ կոալիցիա կազմելով համարել, որ կառավարում են անելու Գյումրիում, միանշանակ Այսինքն ինչ եք անել, էլի մյուս համայնքների նման ինչ-որ մարդագործությամբ եք զբաղվելու եւ կամ, ինչպես շատերն են ասում, անասնագործությամբ եք զբաղվելու, մանդատները տանեք, օրինակ ձեր Սարիկին դարձնեք քաղաքապետ Մենք երբևիցե մարդագործությամբ չենք զբաղվել, առավել ևս ձեր բնորոշումները տված հարից չեն երբևիցե նման գործունեությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են օրենքի սահմաններում եւ մենք չենք պատրաստվում Գյումրիում որևէ նման գործողություններով զբաղվել։ Ալավերդիում եք կարծեմ այդպես եղավ, այլ համայնքներում եք, որ ընդդիմադիր, այսինքն հակառակ ֆրակցիայից ինչ-որ 1-2 հոգի չգիտեմ ինչ ֆոկուսներ եք անում, քրեական գործով հաղթեցնում եք, թե համոզում եք, թե ինչ-որ պաշտոն եք խոստանում, այդ մարդը գալիս ձեր օգտին է։ Իսկ գուցե լավ ենք աշխատում ու մեր գաղափարախոսությունը այդ մարդուն սկսում է դուր գալու մեր արած աշխատանքը դրա համար որոշում են, որ մեր օգտին են քվեարկելու։ Ինչ ենք մենք մեր թիմը 14 մանդատ, դե 99 ընդանուր մաքսիմում թիվը դրել էինք, դրա համար էլ տեղ չունեինք այլ ավականիների կամ այլ տեխնազուների ներգրավելու, գուցե եւ տեղը լինեն ես գաղափարները 170-աշան տարբեր են եւ չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ Արտուն Գրիգորյանի կամ այլ մյուս 8 ուժերի ցուցակում եղած մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճանապարհ ունեին անցնել։ Պարոն Աբրաշյան, եւ երկու հարց, մեկը վերաբերում այն ամենայնիվ ԿՊ-ն, հա, տեխնացու առաջադրել է քաղաքապետի եւ երկրորդ արդեն մի քանի օր է ձեր հնարավոր հրաժարականի մասին է շրջանառվում, ասում են SMS եք հա ստացել։ Ես բնականաբար հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևէ մեկը աշխատանքի չի ազատվելու եւ ես բարձր ճակատով, ինչպես ընտրություններից սկզբից էլ ասել եմ, բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աշկերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր տեխնազուների իրենց ավականու անդամների։ Իսկ հաջորդը տեխնազուի մասով մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինեն պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանանք։ Ինչի՞ կարծես թե չեն բան անում, որ տեխնազու պետք է առաջադրել, կարծիքներ հնչում են ամեն դեպքում, դուք ինչ կարծիք եք, անձամբ ձեր կարծիքը եւ եթե դուք եք կարծում, որ այո պետք է ձեր տեխնազուին առաջադրեք, ինչ հաշվարկով, ինչ հույսով ու ակնկալիքով։ Ես կառաջնորդվեմ պաշտոնական հայտարարությամբ եւ կսպասենք, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն։ Հնարավոր է չառաջադրեք։ Ես ասում եմ պաշտոնական հայտարարության ժամանակ հստակ դիրքորոշում կայտնի, բայց բնականաբար 17200 քվ ստացած ուժը, որը ունի ամենամեծ խմբակցությունը, իր դիրքորոշումը ավելի հստակ ու ճիշտ արտահայտելու է հայտարարության ժամանակ։ Ակնկալիքով, պարոն Աբրաշյան, եթե դուք ակնկալում եք ստանալ ընդդիմադիրների քվե, որ ընտրվի ձեր տեխնազուն, այդ սցենարը օրինակ ձեզ համար մենք սպասում ենք
Մարտահրավերից մի երկու ձեր օգտին քվեարկի։ Մենք սպասում ենք մանդատների վերցնելուն, որտեղ մինչև 14-ը տեղ ինքնապատասխանի ժամանակ կա, հասկանանք մանդատները ովքեր են վերցնելու եւ ինչ դիրքորոշում կունենան հայտնելու։ Իհարկե, այն մյուս խմբակցությունները, այն մյուս ուժերը հայտարարել են, որ սատարելու են Վարդան Ղուկասյանին, կոմունիստական կուսակցությանը եւ 14-ից հետո նոր հստակ բարձ կլինի։ Պարոն Արոշյանյան, այսինքն իշխանության հույսը առավելագույն շատ քվե ստանալով քաղաքապետ ընտրելն է, որտեղ երկրորդ փուլը նման հնարավորություն է տալիս, երբ որ առաջին փուլով 50+1-ով չի ընտրվում քաղաքապետ, երկրորդ փուլը արդեն ասում է, որ իշխանության հույսը ու իշխանության ուժը օրենքն է, մենք պաշտպանում ենք օրենքը եւ մեր քաղաքացիների քվեն։ Դրանով ստանում ենք ուժ ու հնարավորություն հետագա մեր գործընթացները ճիշտ կառավարելու համար։ Դուք ձեր հույսը դեռ չեք գտել, որ դուք ունենաք Գյումրիում քաղաք։ Մենք երբևիցե հույսը չենք կտրում կամ երբևիցե չենք խորանում, ինքնանպատակ չէ մեր համար, ի սկզբանե էլ ասել եմ, ինքնանպատակ չէ, եթե գյումրեցիները ու գյումրեցիների կողմից ձայն ստացած ավականիները որոշում կկայացնեն, ըստ այդմ արդեն բարձ կլինի ամսի 16-ին։ Կլինեն օրինակ ընդդիմադիր դաշտից։ Ժորժ ջան, մենք սկսում ենք գնալ դեպի գուշակումների դաշտ եւ որտեղ դուք մենակ եք, հիմա ԿՊ մենակ։ ԿՊ-ն մենակ չէ, ԿՊ-ն 14 ԿՊ-ն թիմը այս պայն ավականում, եթե ընդդիմություն իշխանությունն է, ԿՊ-ն մենակ է եւ կա ընդդիմադիր ամբողջ զանգված, ունի 4 ուժ։ Դե շատ ճիշտ է, հենց եկել է այն աբացուցելու, ինչի մասին մենք ամբողջ կարոզարշավի ընթացքում խոսում ենք, երբ որ մենք ասում ենք, որ բոլոր ուժերը իրար հետ են ու բոլոր ուժերին ցեն տալու վերջում տալու եք այդ ցենը մեկ տեխնացուին, բոլոր այն ուժերը, որոնք այսօր անցած են, այն ուժերը, որոնք այսօր շեմը հատել են ու այնտեղ են, երբ որ մենք արդեն 2 ամիս ասում ենք, որ այս ամեն ինչը բերելու է, հանգեցնելու է 4 ուժերով միանալու են իրար, որևիցե մեկին ցայն տալու եք մեկ անձի, այդ ժամանակ բոլոր են ուժերը ասում են ոչ, քաղաքացիական պայմանագիրը վերջացնեմ, քաղաքացիական պայմանագիրը փորձում է մանիպուլացնել, մենք նման բան չունենք, մենք իրար ցեն չենք տալու, մենք մեր ցեները պահելու ենք։ Հիմի աբացուցվեց, կոալիցիա չի նախ։ Հիմի Երևանում այդպես չի, Երևանում այդպես չի, Երևանում ամենաշատ ցայն հավաքած ուժի կողքն է համախմբվել այլ ուժեր եւ ունենք Երևանում քաղաքապետ, իսկ այստեղ մեր քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը մեր սարիգը երկրորդ տեղ ընկած տեխնացուից 2 անգամ գրեթե ավել ձայներ է հավաքել եւ ընդհանրապես նույն բանի մասին չենք դե այդտեղ արտար չի ուղղակի արտար չի, երբ որ 2-3 հազար ցեն դե իմ կարծիքով ընդրական օրենսգրքի մեջ խնդիրներ կան այս պարագայում, որովհետեւ չի կարող 17200 քաղաք Գյումրին քաղաքացիները տան 17200 ցեն մեկ ուժի, մեկ տեխնացու եւ 2-3 հազար ցեն հավաքողներ հավաքվեն 4-5 հոգով որոշեն վերջացնեմ, որոշեն որ ով է լինելու Գյումրու քաղաքապետը։ Այս ամեն ինչը ի սկզբանե ինչ որ ասում եմ նաեւ ձեր այդ հարցազրույցների ժամանակ, այս ամեն ինչը ցույց տվեց իմ արտարացի խոսքը, որ գյումրեցու ու գյումրեցիների ընդհանրապես հետարքից չեն ուժերը, որոնք այսօր Երևանից կամ Գյումրիում այս իրավիճակը ստեղծել են, իրանց ընդհանրապես հետարքից չէ ոչ Գյումրին, ոչ է գյումրեցին։ Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում ցեն չուներ տանելու։ Չեմ զարմանա, որ շուտով մավզալեյ կառուցենք քաղաքապետարանի կողքը կամ հետ կամ ինչն էր ԿՊ-ից 17200 ցենա, շուտով դե մի Ժորժ ջան, այնտեղ հիմնականում երկու, այսինքն ձեր թիմի քաղաքական ուժի մեկնաբանությունը այն է, որ այնտեղ հիմնականում երկու նախկին ղեկավար նախագահների ներկայացուցիչներն են կամ թիմերն են դուրս եկել պայքարի եւ հիմա ասում եք այսքան ձայն ունենք, ստացվում է հանրագումարով ամեն դեպքում իրենք ավելի շատ ձայն ունեն, քան քաղաքացիական պայմանագրի։ Չէ, ստացվում է, որ իրանք խաբեցին մեր քաղաքացիներին եւ ամեն մեկը իրան ձայները տանելով հետո հավաքվան իրար կալով։ Որովհետև կային տեխնացուներ, որոնք իրենց քարոզարշավի ընթացքում հստակ իրենց ձայները ապահովել են նաև նրա համար, որ այլ ընդդիմադիր տեխնացուներ չլինեն Գյումրու քաղաքապետ։ Այդ համարում եմ խաբել գյումրեցիներին, նաև համարում եմ գյումրեցիներին խաբել, երբ որ ի սկզբանե ասվում էր, որ
մենք կապ չունենք Երևանի Հայաստանի Հանրապետության նախկին երկու նախագահների հետ։ Մենք մեկս մյուսիս հետ կապ չունենք։ Ժորժ ջան, իմ ասելով չէ, Գյումրեցին այդ ամենը շատ լավ տեսել է։ Գյումրեցին քվե է տվել քաղաքատեխնազուին շատ դեպքերում դիդարգելով իրեն որպես քաղաքապետ։ Դեպքեր կան ու շատ կան տեխնազուներ, որոնք ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին մոլորության մեջ են գցել, քարոզարշավը տանելով այն ուղղությամբ, որ ընտրելով ինձ չի լինելու ոչ նախկինը, ոչ ներկան, լինելու է նոր քաղաքական ուժ։ Հետո իրենց գործողություններով ցույց տվեցին այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք։ Հիմի ժողովրդավար գործընթացը այդ լրիվ ծեր հետ համաձայն եմ, իրավական դաշտում ժողովրդավար գործընթաց է, բայց բարոյական դաշտում գյումրեցիներին մոլորեցնելը այդքան էլ ազնիվ չէ։ Ըստ ձեզ Վարդան Ղուկասյանը կկալանավորվի հավաքական նիստից առաջ, թե հետո։ Ինչ հարց եք տալիս ինձ, իմ կարծիքով նոր դուք խոսում եք արտարդարության փոխնախարարի հետ, հետո ոստիկանապետ ներքին գործերի նախարարի տեղակալնել էր, եթե չեմ սխալվում, այստեղ։ Ես կարող եմ հիշեցնել, նաև նշել, որ մեր թիմի ձեռագիրը մակուրարտը, ես կարող եմ ասել մեր թիմի ձեռագիրը ամբողջ քարոզարշավը ես որպես մարզպետ ամբողջ քարոզարշավը եւ ամբողջ այս նախընտրական պրոցեսները գնացել են օրենքի սահմաններում, գնացել են ոչ մի թիրախավորվող հարց չի եղել, բացի այն ընտրակաշառքի ես Գյումրու մասին եմ խոսում, այդ պետք է եւս արձանագրել, պետք է արձանագրել, որ ընտրությունների օրը որևէ միջադեպ տեղի չի ունեցել, մենք գյումրեցիները շատ լավ կհիշեն ընտրություններ տարբեր տեխնազուների գլխավորությամբ տեղի ունեցող ընտրությունները, որոնք մինչև հիմա խոսակցություններ ու բաների առիթ են դարձել, իսկ մեր կազմակերպած ընտրությունները եղել են մաքուր, մեր ընտրությունները եղել են արտար, եւ ես որպես մարզպետ կարող եմ ասել, որ հաջողել եմ կազմակերպելով մաքուր ու արտար ընտրություններ եւ որպես շտաբի պետ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն տարել 17200 այն գրառումները, որը այսպես ճագերտների մեջ մամուլի ներկայացուցիչները փորձում են ներկայացնել, որ Դավիթ Արուշանյանը հրաժարական է տալիս, կարող եմ թե իրենց իմ պաշտոնը ծնվածս օրվանից վրես է եղել, այդ իմ ազգանուս ու հայրանուս է, այնպես որ պաշտոնը իմ համար 36% քվե հավաքել, ասում են վատ չի էլի, վատ ռեյտինգ չունի, դիք նշանակեն Ժորժ ջան, ուզում եմ հիշեցնել Գյումրիում նախկինում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ 2016 թվականին 5 տարի քաղաքապետ եղած տեխնազուն 14000-ից ավել ցեն չի կարողացել հավաքել, երբ որ տեխնազուները տեմը չեն եղել ու նախկին նախագահներ տիկունքներում։ Ուզում եմ հիշեցնել 21 թվականի նաև ընտրությունները, որտեղ քաղաքացիական պայման առաջի ուժը, որը շատ ցեներ հավաքել, 9000-ի չափ ցեներ հավաքել, մենք հավաքել ենք 7000-ի չափ ցեն եւ ցածր մասնակցություն կար, որտեղ հետաքրքրություն չկար, այսինքն այդ ժամանակ մասնակցությունը շատ բարձր էր եւ նույնիսկ բարձր էր ԱԺ ընտրությունների Դե ԱԺ ընտրությունների ժամանակ մրցակցություն կար, ավելի շատ է եւ 10000 ավել ցեն ենք հավաքել մենք, Ժորժ ջան։ Ասում եք այդ մարդիկ խաբել են, ասում են, այսինքն մենք անհատապես ձայն տալով, ձայն են տալու, չգիտեմ, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի կամ ինչ որ այլ անձանց, այդ բանը, այսինքն դուք ասում եք, որ չեն ուզում խոստովանել, որ իրենց հետ կապ ունեն, բայց դուք խոստովանում եք, որ ձեր Սարիկը եւ ձեր ԿՊ թիմը Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունի, չէ՞։ Ժորժ ջան, ի՞նչ կա չխոստովանելու, մենք ազնիվ ենք միշտ եղել մեր կողմը։ Հետևաբար տրամաբանորեն բանը գյումրեցիները, որոնք որ այն 17000-ը ձայն է տվել ԿՊ-ին, այն մնացած ովքեր որ չեն տվել 20-30 այդ մարդիկ չեն ուզում ԿՊ-ին, այսինքն ԿՊ-ի կապ ունեցող Սարիկ Մինասյանին ձայն տալ։ Ի՞նչն է այդտեղ անազնիվ կամ խնդրահարում։ Անազնիվ է։ Ուժերը օրինակ այդտեղ խախտում են հավաքական առումով։ Ժորժ ջան, եկեք կողմնորոշվենք էլի, երբ որ մենք Չէ։ Դուք ներգրավված եք, չէ՞, ԿՊ-ից դեսանտներ են իջել Երևանից։ Դուք ամբողջ բանը այնտեղ է։ Լսեք, ես լավ գիտեմ թե շտաբը ոնց եմ կառավարել եւ լավ գիտեմ թե ովքեր են Երևանից մեր ընկերները ով եկել եւ ինչով են աջակցել մեզ։ Մեր ընկերները ամեն դեպքում, չէ, բնականաբար չի ներծել, Ժորժ ջան, ինչքան ուզում եք նույն հարցը տվեք, ԿՊ-ին չեն մերժել Գյումրիում, ԿՊ-ին տվել են 10, ձեզա թվում թե չեն տվել, ձեզա թվում թե չեն տվել, քաղաքը կառավարում է ավականիներով եւ 14 մանդատ ունեցող ամենամեծ խմբակցություն ունեցող ամենամեծ խմբակցությունը։
Ջորջ ջան, իշքան ուզում եք ասեք, այն իմ ասածները ինչ որ ասում եմ, գյումրեցիները շատ լավ գիտեն, շատ լավ հասկանում են ինչի մասին եմ խոսում ու ինչ որ ես արդեն 2 ամիս ասում էի հարցազրույցների ժամանակ, գյումրեցիները շատ լավ այդ ամեն ինչը ֆիքսել են եւ 17200 եկել մեր Սարիգին ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայն է տվել։ Իսկ այն տեխնացուներին, որոնք քաղաքացիները ձայն են տվել, թող երևի թե պատրաստվեն պիոների վսկապներով գնալ ավականիների նիստերին, չնայած կոմունիստական դե սա աշխարհը առաջ է գնում, Գյումրին հետ է գնում։ Կարմիր վսկապներով դի գնան ավականու նիստերին, մավզալեյնը կողք սարքենք, Լենինագանը դարձնենք հին անունը։ Չի կարելի կոմունիստական կուսակցությունն է, մենք քաղաքացիական պայմանագիրն ենք։ Այն կոմունիստական կուսակցությունն է։ Դե Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է սովետը քանդվելուց հետո։ Շատ լավ, Ստալինի դեմքին է դուք։ Ստալինինը չեմ տեսնում, Լենինը թաղված չէ, Ստալինը թաղված է։ Կգնանք տեսնենք, պարոն Արոշյանյան, դուք ասում եք, որ իրավական առումով նորմալ է, բայց բարոյական չէ։ Իսկ Վանաձորում, որ դուք պարտվել եք եւ Մամիկոն Ասլանյանը հաղթել էր, հետո հայտնվեց բանտում չդարձավ քաղաքապետ։ Ալավերջում էլի հաղթած տեխնացուն վերջում այսպես գծերից գցեցիք ձեր տեխնացուին սարքեցիք, դա բարոյական է։ Ժորժ ջան, մենք գնում ենք Փարակյարում մեր տեխնացուները։ Ժորժ ջան, Փարակյար այդ որ ասում եք, նաեւ նույն ձևով իրավական գործընթացներով անցավ մեր Փարակյարի քաղաքապետը, որը հայտնվել էր իրավական գործընթացների մեջ։ Այդ նույն բանը ասելուց այն մյուսն էլ ասեք, Ժորժ ջան։ Ալավերջում ապրելու երկիրներ հաղթել, Վանաձորում Մամիկոն Ասլանյանն էր հաղթել։ Իրավական գործընթացները, իսկ այս իրավական գործընթացներ չեն, այս բարոյական էր, Ժորժ ջան, Ասլանյանին նստեցնել է որ քաղաքապետ չի դառնում։ իրավական գործընթացներ էր, այստեղ իրավական գործընթաց որևիցե չկա։ Ինչի՞ այդ բանը հայտնվեց այդ իրավական գործընթացը։ Ես ասեցի իրավապահ համակարգին կանչեք հարցրեք, ես Գյումրու մասին եմ ասում։ Գյումրիում իդեալական ընտրություններ են եղել մասնակցության առումով 17200 քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյանին տված քվեների առումով, որևէ միջադեպ չգրանցվելու առումով, որևէ մեկի քթից արուն չգալու առումով, գյումրեցիները շատ լավ հասկանում են ինչի մասին եմ խոսում, որևէ մեկի չձերբակալվելու առումով։ Կալանավորվելու։ Չէ, 70 տարեկան տատիկի կալանավոր եք, տանեք դցեք դառնա։ Չէ, Ժորժ ջան, բուն ընտրական գործընթացների մեջ, ընտրակաշառքամայել գործընթացներ, ինչի։ Դուք որ նախ ասում եք 17200 սենց ներկայացնում եք դա քպին, ինչքանով եք ունեք վերլուծություն, որ դա քպին տված ձայնն է, այլ ոչ թե Սարիկ Մինասյանին, ով անձ, որը Գյումրիում բավականին մեծ ռեյտինգ ունի, եւ հետո որ ասում եք որևէ միջադեպ չի եղել, դուք հենց ձեր Սարիկի թաղամասում տեսնում եք ինչ իրավիճակ էր, ինչ ոնց էին թիրախավորում լրագրողներին, ինչ խմբեր էին ձևավորված։ Բոլոր թաղամասերում էլ տեսել եմ ու հետևել եմ գործընթացը, ոնց է կատարվել, որևէ միջադեպ չի գրանցվել, ըստակ կարող եմ ասել, ոչ թե միայն չի գրանցվել, ես ամբողջ ընթացքում կապի մեջ եմ եղել բոլորի հետ եւ վստահ կարող եմ ասել, որ Փառք Աստծո նախքին փորձը չի եղել եւ որևէ միջադեպ չենք ունեցել, որևէ կալանավորված չենք ունեցել, որևէ մեկի քթից արուն չի եկել, այդ ամեն ինչը շատ խաղաղ հանգիստ անցել է, որը ի սկզբանե հորդորում էի բոլոր ուժերին ու տեխնացուներին եկեք Գյումրու ընտրությունները դարձնենք յուրահատուկ ցույց տալու համար Հայաստանին, որ կարելի է այսպես ժողովրդավար ընտրություններ անցկացնելու։ Շնորհակալ եմ, որ բոլորը լսեցին այդ հորդորը եւ որևէ տհաճ միջադեպ Գյումրիում տեղի չունեցավ, որովհետեւ իմ համար խնդիր էր որևէ մեկի հետ Գյումրեցի կամ Շիրակի մարզի որևէ բնակչի հանդեպ որևէ խնդիր առաջանալու պարագայում այդ համարում էի անձամբ իմ խնդիրը։ Այնպես որ մենք քվեները 17200 քվեն քաղաքի ժողովուրդ ջան, էլի եկել ասում եք պարտվել ենք։ Ինչին ենք պարտվել։ Կարող եմ ասել Փարակյարում պարտվել ենք ժողովուրդ ջան, ու շատ նորմալ գործընթաց է, երբ որ ընտրությունների ժամանակ որևէ ուժ պարտվում է, որևէ ուժ հաղթում է։ Քվեների մասով ասեմ ժողովուրդ ջան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թերթիկը երբ որ վերցնում էր համար 1-ը, այդ միասնական թերթիկ էր, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն էր, որը Սարիկ Մինասյանն էր, որը Դավիթ Արուշանյանն էր, որը մեր ավականու 99 տեխնացուներն էին, որը Նիկոլ Փաշինյանն էր, որը Ալեն Սիմոնյանն էր, բոլորին չթվարկեմ, մեր գործընկերներին, թե ազգային ժողովի, թե կառավարության, ինքը միասնական մեկ թերթիկ էր։ Բնականաբար Սարիկ Մինասյանը, բնականաբար, այդտեղ այդպես որ բաժանեն գործոնների, այո, տարբեր գործոնների պարագայում թվերը գուցեև տարբեր լինեին, այդտեղ չենք էլ ժխտում ու չենք էլ բացառում։ Սարիկ Մինասյանի
մենք միասնական մի հատ թիմ էինք, ու այդ թիմից որևիցե մեկին հանելու պարագայում այո, գուցե եւ նույն պատկերը չունենայինք։ Պարոն Արուշանյան, դուք ասացիք, որ պաշտոնական հայտարարություններ կլինեն առաջադրման եւ մնացածի մասով մանդատների բաշխումից հետո հնարավոր է ասենք ինքնաբացարկներ եւ այլն կերևային process կլինի, ինչ ավականի ըստեյության կլինի արդեն բանում նոր կհայտարարեք։ Պարոն Արուշանյան, քաղաքական առումով քաղաքացիական պայմանագրի համար ընդունելի սցենար կլինի, որ ընդդիմություն օրինակ քվեներ տա ձեր տեխնացուին եւ Սարիկ Մինասյանը դառնա քաղաքապետ։ Ես ել եմ ասում, սպասենք ամսի 16-ին, մինչ այդ 14-ին մանդատները կվերցնեն, կլինի պաշտոնական հայտարարություն, թե մենք ինչ դիրքորոշումով ենք առաջարժվելու, ամսի 16-ին կլինի ընտրությունները եւ ամսի 16-ին գուցե եւ դրանից հետո մենք հանդիպենք իրար հետ եւ ես իմ բարձաբանումները կտամ։ Տեքստը հիմի հայտարարության չեմ բացելու, իմ համար որպես մարզպետ առաջնային է, գիտեք առաջ օրվանից ասել եմ, յուրաքանչյուր Շիրակի մարզի բնակչի եւ յուրաքանչյուր Գյումրեցու շահը, Ժողովուրդ ջան, կամ վերցրեք կամ ես Կառավարության բերած ամենափոքր Ժողովուրդ ջան, մեր ամեն ինչի մեջ վատն եք փորձում տեսնել, մեր կառավարությունը ստեղծել է նման անկյուն ձեր լրագրողների աշխատանքը ավելի լավը դարձնելու համար։ Հորդորեմ ավելի մեծը տա։ Ընդունելի, բայց կլինի ստանալ ընդդիմությունից ձայներ։ Մեր համար ընդունելի կլինի այն որոշումը, որը կայացնի 33 ավականիները միասին։ Եվ ես որպես մարզպետ էլի եմ կրկնում, իմ համար առաջնային է Շիրակի մարզի Գյումրեցու յուրաքանչյուր Գյումրեցու Շիրակի մարզի բնակչի կյանքի որակի փոփոխությունը։ Իմ մոտ որևէ բան չի փոխվել ու չի փոխվելու։ Ես պատասխանատվություն եմ վերցրել բոլորի հանդեպ, մեր քաղաքացիների հանդեպ եւ նույն ձևով առաջնորդվելու եմ յուրաքանչյուրի կյանքի որակը փոխելու համար։ Ժողովուրդ ջան, ավականիներ օրինակ ընտրեն ընդդիմադիր որևէ տեխնացուի։ Ոչ, հնարավոր չէ։ Հետո ավականիներ չէ, ավականու